չգիտեմ դուք տեղեկացված եք թե չէ, նա նաև բարդ վիրահատություն է տարել կապված են մահափորձի, երբ հարձակում էր տեղի ունեցել եւ իհարկե առողջական որոշ խնդիրներ ունեն, բայց հիմա տեսեք 24 ժամ է անցել այս ամբողջ արարողությունից, այսպես կոչված ճակերտավոր այդ հարձակումից, ձերբակալումից։ Հիմա ես փորձեցի նույնիսկ այս կուրտկան փոխանցել, որպեսզի հագուստ ունենա, այսինքն մարդը իր աշխատանքային հագուստով, կոստյումով եւ այլն աշխատանքի վայրից ձերբակալվել է, որի հիմքերը չկային, բայց այս սրանք բոլորը վատ վերաբերմունքի դրսևորումներ են։ Եթե ոչ, ասենք, մենք չասենք, որ դեռ կտանքներ կան, բայց այնուամենայնիվ, որ ակնհայտ ամարտկային վատ վերաբերմունք է դրսևորել, դա այդպես է, որովհետև երեկվանից ժամը 10-ից մինչև այս պահը պարոն Ղուկասյանին չեն տրամադրել սնունդ։ Իսկ ինքը նաև ունի շաքարային դիաբետ, միգուցե այս պահին ես լիազորված չեմ խոսելու իր առողջության վերաբերյալ, բայց այնուամենայնիվ մարդը սնունդ չի ստացել։ Մարդը չունի իր հագուստը, այսինքն այս պայմաններում պետք է ունենա համապատասխան հագուստ։ Եղանակն է երեկվանից փոխվեց, հիմա ավելի կտրուկ նվազել է ջերմաստիճանը։ Մարդը չի կարողացել օգտվել հիգիենայի հնարավորություններից, այսինքն այդ 24 ժամվա ընթացքում, եթե ես հասցրել եմ այդ ընթացքում գնալ, լվացվել, հագնվել, փոխվել, շոր փոխել եւ այլն, այս մարդը դրանից էլ է զրկված եղել։ Սրանք այն մասին են խոսում, որ այդ ձերբակալություն գործողությունը եղել է բացարձակ ապօրինի, դրա անհրաժեշտությունը չի եղել եւ հիմնավորումն է նույնպես ապօրինի, այսինքն այդ գործընթացի վերաբերյալ, այս դատական ակտը չի անդրադարձել, որովհետեւ այս դատական ակտով, որը տեսեք, մեզ տրամադրել են մարդուն զրկել են 2 ամսով կալանքից, տրամադրում է քաղվածք։ Այդ նույն դատավորը պարտավոր էր երեք այդ որ նիստը ավարտվեց, այսենց որոշումով 2 ամսով մարդուն կալանավորում են եւ քաղաքը զրկվում է կառավարման հնարավորությունից, այսինքն ընտրված քաղաքապետը այս տեսակի, տեսեք, այս կիսատ փաստաթղթով մարդը գտնվելու է կալանավայրում։ Խոսք են տվել, որ այսօր պետք է երեկոյան արձեռ ընտան ամբողջ որոշումը, որպեսզի մենք կարողանանք բողոքարկենք։ Ուրեմն, ստեղ մենք գործ ունենք ակնհայտ պատվիրված շինցու քրեական գործի հետ, եւ այս պատվիրված շինցու քրեական գործը նպատակ ունի զրկել Գյումրիին կառավարվելու հնարավորությունից եւ քաոս ստեղծել Գյումրիում, այդ թվում նաեւ այնպիսի քաոս, որ մարդիկ իրենց ջղայնությունը ավելի ընդգծված արտահայտեն, որովհետեւ այլ կերպ ես սա չեմ կարող բացատրել, որևիցե փաստական հիմք, որը կարող էր հիմնավոր կասկածը այս գործով գոյություն չունի, ուրեմն փաստորեն մենք ականատեսն ենք եղել այս ներկայացված փաստաթղթերից, որ դիմադիր քաղաքապետը մի քանի օր անց դատարանի որոշմամբ արդեն իսկ գաղտնալսվել է եւ գաղտնալսումները տեղի են ունեցել, այսինքն մենք ունենք դատական ակտի մասին փաստագրված տվյալ։ Դա դատական ակտով նախատեսված է, որ Վարդան Ղուկասյանի իր բնակության վայրում նա կարող է ենթարկվել գաղտնալսման։ Այսինքն այդ ընտանիքի անդամները եւս նույն ձևի հավասարապես կարող են ենթարկվել գաղտնալսման։ Թեպետ այդ գաղտնալսումներից մենք չգիտենք ինչ է տեղի ունեցել, մենք չունենք այդ փաստերը, բայց այնուամենայնիվ որ կա դատական ակտ, որ նման գործողություն պետք է կատարվի, դա փաստ է։ Հիմա ես կարող եմ ենթադրել, որ ցանկացած ընդդիմադիր քաղաքական գործիչ, ցանկացած ընդդիմադիր պետական պաշտոնյա, այդ թվում նաև համայնքի ղեկավար, իր նկատմամբ ունի դատական ակտ իր ընտանիքի անդամների վերաբերյալ, որ նրանց իրենց բնակարաններում կարող են
իրենց բնակարաններում իրականացնել օպերատիվ այդ հետախուզական միջոցառումներ։ Սա նշանակում է, որ այս իշխանությունը համատարած դատական ակտերով մտնում է մարդկանց անձնական կյանքի մեջ։ Չկա այդ անձնական կյանքից որևիցե տվյալ չեն հրապարակել, հարցը դա չի, բայց հարցը այն է, որ դատական ակտով մտնում են։ Սա խայտառակություն է, ապօրինություն է եւ այս դատական ակտը, որը այս թուղթը, որ հեսա տեսեք թրջվեցել, չնայած անձրևը միգուցե եւ լավ նշան է, ջրվում է այս ամեն ինչը, բայց այնուամենայնիվ այստեղ դատավորը շատ կարեւոր պետք է նաեւ անդրադարձ կատարել, բայց չեմ կարծում, որ կկատարի, որովհետեւ արդեն իսկ 2 ամսվա որոշումը խոսում է այն մասին, որ չի կատարել։ Տեսակցությունները սահմանափակվել են։ Տեսակցությունները որոշ չափով սահմանափակված են, ընտանիքի անդամների հետ ինչ որ կարող է տեսակցել, բայց այդտեղ, ասենք, իմաստը որն է տեսակցությունների սահմանափակման, որովհետև դուք պատկերացրեք, Վարդան Ղուկասյանը ոչ միամիտ է, ոչ անփորձ է, ոչ առաջի անգամ է քաղաքականության մեջ եւ ոչ էլ առաջի անգամ է որպես ընդդիմություն հանդես գալիս։ Հետևաբար այս մարդը, որ հասկանում է ում հետ գործ ունի, ինչ կարգի իշխանության հետ գործ ունի, ինչը կարող է պետք է թույլ տալ իրեն, որ գիտի, որ բոլոր տեղերը այդյանց դրած շուչոկները օրինական, ոչ օրինական դատարանի որոշման կամ ոչ դատարանի որոշման իրեն լսում են, ինքը այդքան միամիտ մարդ չէ, որ այն էլ այսպիսի էժան մեղադրանքներով, այսինքն դուք պատկերացրեք սա այն, չգիտեմ, որ մակարդակի էժան մեղադրանք է դրված, սա նույնի շարունակությունն է, ինչ որ դրված էր Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ այդ մեղադրանքի, այդ ծավալը կամ այդ նկարագրությունը, որ դու կարդում ես, ուղղակի ապշում ես, աղբը ոնց կարելի է վերագրել, որպես շորթում Այն էլ միտեղ են տարել այդ աղբը թափել են, վերագրել են, որ դա եղել է իբրև թե քաղաքապետարանի գույքը եւ նա ուզեցել է շորտմամբ տիրանալ այդ գույքին։ Այսինքն բացարձակ աղբ մեքենայով ավազ, քար, բետոնի կտորներ եւ այլն տեղափոխել է մի վայր։ Սրանց իրանց խնդիրը այն է, որ ընտրված քաղաքապետին այնպես փորձեն վարկապեկել, որ տեսեք ինչ որ էժան կաշառք վերցնող են, ինչ որ էժան, չգիտեմ, աղբ գողացող են, այսպիսի իրենց մակարդակին են, այսինքն եթե իրենք իրենց մակարդակով են գնահատում, որովհետև իրենք դա կանեին, ես համոզված եմ, ասեք։ Այո։ Այո, ասեց, որ ինքը այն ինչ որ հիմա ես եմ հայտնում, գրեթե այդ տրամաբանության ներքո այո ելույթ ունեցավ եւ ասեց, որ այս ամեն ինչը անհիմն է եւ նպատակ ունի, եւ դա հայտարարվեցել, որ սա ուղղակի քաղաքական հետապնդում է, հրահանգը նայելով տարեթվերին մենք տեսնում ենք, որ հրահանգը եկել է հոկտեմբերի 1-ից հետո 2025 թվականի։ Հրահանգը տրվել է ազգային ժողովի դահլիճում եւ հրահանգի հաջորդ գործողությունները արդեն սկսվել են ամսի 16-ին հոկտեմբերի եւ մենք ամսի 20-ին արդեն ականատեսը եղանք այդ վայրագ գործողությանը հարձակում Գյումրիի քաղաքապետարանի վրա եւ այնտեղ այդ վայրագությունները դուք պատկերացնում եք վայրագ զորք են բերում, զորքը մտնում է եւ ջարդուխուրդ է անում քաղաքապետարանի գույքը, ինչի համար, որն է դրա հիմնավորումը, որ ջարդուխուրդ էին անում, հարձակվում մարդկանց վրա, վնասում մարդկանց եւ կյանքին եւ առողջությանը վնաս պատճառում եւ այդ թվում նաեւ գույքին։ Մենք ակնհայտ է, որ ժամանակացույցներ ենք նայում, դրա մասին է։ Ես մի մաս էլ ասեմ, որ ուրեմն հիմնական այսպես դերակատարը այս ամեն ինչի մեջ, չես մեղադրանքի մեջ, ես որ ջրվելու է, հեսա տեսեք ոնց է ջրվում այս անձրևը, արդար անձրևը ոնց է ջրում այս մեղադրանք, այս որոշումը կալանքի։ Ուրեմն կա քաղաքապետարանում ճարտարապետ, որը երկար ժամանակ այդ քաղաքում աշխատել է որպես քաղաքապետարան ճարտարապետ։ Ճարտարապետի գործառույթների ներքո կառուցվել է ամբողջ այսպես կոչված ճակերտավոր հիմնավոր կասկածը։
այդ անձը ինչ որ տեղի է ունեցել ամբողջ գործընթացը եւ ամբողջ այդ հիմնավոր կասկածի նկարագրությունը առնչվում է մի ուրիշ անձի պաշտոնավարման հետ ամբողջ այդ գործընթացը այդ անձն էլ բարձվում է Սարիկ Մինասյանն է հիմա թող մեկ կողմնորոշվեն այդ Սարիկ Մինասյանի հետ այդ ճարտարապետը ինչ է արել որ ճարտարապետին մեղսագրվում է արարքներ որը կատարվել է այդ ժամանակահատվածում այս ժամանակահատվածում ինչ որ կատարվել է ոչ մի բան չի եղել այսինքն այս ժամանակահատվածի հետ կապված իրենք ոչ մի ապացույց կամ ինչ որ նկարագրություն չեն մեջ բերել հիմա բացի այդ նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված է նոր ճարտարապետ ներգրավելու հայտարարություն այսինքն այդ ճարտարապետը որը աշխատել է դրանից առնվազն քաղաքապետարանը դժգոհ է եղել եւ չեն ուզեցել են այդ ճարտարապետին փոխել եւ հետեւաբար եթե մեկին դու ուզում ես փոխես այդ մեկի հետ այսպիսի ապօրինի ինչ որ գործարքներ եւ հետո գիտեք կան մարդկանց ասենք նաեւ փոխհարաբերությունների մեջ սուբորդինացիա ով է այդ ճարտարապետը որի հետ օրինակ 6 անգամ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պետք է այդպիսի ճղճին ինչ որ գործարքի մեջ մտներ դա էլ է բացառվում այսինքն մարդու այդ սուբորդինացիան աշխատանքային նույնիսկ դա չէր թույլ տա որպեսզի այդ մարդու հետ ինչ որ նման խոսակցություն ունենար որն է դրվել հիմնավոր կասկածի այսինքն այդ հիմնավորման մեջ դա էլ գոյություն չունի ուր է այդ ճարտարապետը որտեղ է նա գտնվում այսինքն սուբորդինացիան ես չեմ ուզում նրա արժանապատվությունը նսերմացնեմ բայց միանշանակ երբ նժարին դնում ես ով է ճարտարապետը իսկ ով է Վարդան Ղուկասյանը այսինքն այս մարդը իր ընտրված լինելով հեղինակությամբ իր կարգավիճակով եւ նաեւ այդ ճարտարապետը որի դեմ ինչ որ ցուցմունքներ կան ամբողջ էությունը սա է այսինքն դուք պատկերացրեք ներեցեք բայց ինչ որ մի հատ հավաքարարի գործը բացարձակ չեմ ուզում նսեմացնեմ շատ մեծ կարևոր աշխատանք է անում հավաքարարը ցանկացած հիմնարկում բայց հավաքարարի հաստիքը զբաղեցնողի հետ այդ հիմնարկի ղեկավարը ինչ որ գործարքի մեջ մտնի ինչ որ մի X հարցի վերաբերյալ դա ուղղակի ծիծաղելի է եւ մեղադրյալներից ինչ-որ մյուս ուտի մասին չէ այս մեղադրանքով այս հիմնավոր կասկածով մենք ոչինչ չգիտենք իդեպ ասեմ որ բարձվում է այս քանի օրերի ընթացքում նաեւ այնքան հրահանգը ուժեղ է եղել, որ ուզեցել են անպայման այնպիսի մի հիմնավոր կասկած ստեղծել են 21 հոգանոց քննչական խումբ։ Այսինքն այս պետության մեր մեջ այնքան կոռուպցիա կա, որի մասին ես ամեն օր ահազանգում եմ, հաղորդումներ եմ տալիս հակակոռուպցիոն կոմիտեին, այդ հակակոռուպցիոն կոմիտեն չի զբաղվում, ընդհանուր մինչև կոռուպցիա, որը հասցրել է մարդու մահվան։ Այդ մասին անընդհատ գրում եմ կեղծիքների, կոռուպցիայի, գումարների եւ այլի մասին։ Ոչ մի գործընթաց, ոչ մի քննչական խումբ չի ստեղծվում, բայց այս գործով, այս որ սենց ջրվում է, այս գործով ստեղծվել է հոկտեմբեր ամսին, այսինքն այդ հրահանգից հետո ամսի 1-ի հոկտեմբերից հետո 21 հոգանոց քննչական խումբ։ Այդ ինչ էին հայտնաբերելու, այդ ինչ կոռուպցիա էին ուզում հայտնաբերել, որը գոյություն չունի, այսինքն այդ ինչ կոռուպցիա պետք է հայտնաբերեիք Գյումրիում, այն էլ Գյումրին, որը այդքան տուժել էր եւ այսօր էլ շարունակում է տուժել, հիմա տեսեք մի հատ էլ ցույց տվեք, էլի զորքեր են բերել մեր գումարների հաշվին, որն է սրա հիմնավորումը, օրինակ ոստիկանական զորքը, որ բերել էին եւ Գյումրիի քաղաքապետարան եւ այստեղ։ Տիկին Փոստանջան, այսինքն մյուս 8 մեղադրյալներ, մյուս 7-ներ Ես չունեմ տեղեկություն, թե ում մասին ինչ միջնորդություն է ներկայացվել, ինչ է արվել, ես տեղյակ չեմ, նույն ճարտարապետը ինչ կարգավիճակով է հիմա գտնվում, այսինքն
Դա կոնկրետ որ ոդկասներով է մեղադրանքը առաջադրվել։ Հիմա տեսեք, մեղադրանքը իրենք այստեղ նշում են մի վարքյան, չէ, այստեղ չի գրված։ Այստեղ փրկվեց այստեղ։ Չէ, իմ ձեռքի տակ հիմա չկա այդ մեղադրանքի որոշումները մյուս պաշտպանի մոտ են, համենայն դեպս իրեն մեղադրում են իբրև թե այդ առաջարկել է իբրև թե իրեն կաշառք տրամադրեն։ Այս է, այսինքն դուք պատկերացնում եք, այն է ում կներեք, բայց համեմատությանս համար իր հիմնարկում ենթակա ինչ որ մի կներեք հավաքարարի ինչ որ կարգավիճակում ունեցող մեկին պետք է ասի, որ գիտես ինչ, ես առաջարկում եմ, որ ինձ կաշառք առաջարկեմ։ Սա աբսուրդային մի, չգիտեմ ոնց բացատրեմ։ Ու այսպես էլ արվում են, այսինքն տեսեք, չկա ոչ մի, մեզ չի ներկայացվել ոչ մի ձայնագրություն։ Մեզ ներկայացվել են ուղակի կծկտուր սեղմագրեր, ինչ որ տեղերից վերցրած, որտեղ չկա այդ խոսակցությունը, որ ինձ կաշառք կտաս, կամ ես ասում եմ ինձ կաշառք տուր, կամ այսքան կաշառք կտակ, վերցրած են ինչ որ խոսակցություններ եւ դա քննիչը մեկնաբանում է որպես կաշառքի այդ գործողություններ, այսինքն քննիչի մեկնաբանությունն է։ Հիմա դատարանը եթե դա գտնում է որպես հիմնավոր կասկած այս ապօրինությունների մեջ, ակնհայտ է, որ դատական ակտը ապօրինի է եւ ենթակա է նաեւ, այո, ոչ միայն բողոքարկման, բեկանման։